Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը, որը մեկնարկել էր ապրիլի 15-ին։ Դատական նիստի ժամանակ Կարապետյանը հայտարարել է, որ իրավապահ համակարգի իր բառերով բոլոր ապօրինություններն ուղղված են իր եւ իր ընտանիքի դեմ, որ կանխեն ժողովրդի Ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը։ Բայց դա չի հաջողվելու, շատ շուտով մենք Ուժեղ Հայաստան ունենալու ենք, ասել է Կարապետյանը։ Հաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն է ներկայացրել, պահանջելով վերացնել Կարապետյանի տնային կալանքը, որպեսզի նա կարողանա մասնակցել կուսակցության առաջիկա համագումարներին եւ նախընտրական գործընթացներին։ Զուգահեռաբար դատարանի բակում իրավիճակը կտրուկ լարվել է։ Ոստիկանների եւ Կարապետյանի աջակիցների միջև տեղի է ունեցել քաշքշուկ, ինչի հետևանքով 17 քաղաքացի բերման է ենթարկվել։ Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը հավելյալ փաստարկներ է ներկայացրել, ընդգծելով, որ տնտեսական հանցագործությունների մասով հիմնավոր կասկածը բացակայում է, իսկ մեղադրանքի մի մասը հիմնված է սոսկ եկեղեցու պաշտպանությանն ուղղված կոչի վրա։ Արամ Վարդևանյանը հիշեցրել է, որ Կարապետյանի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է ռեկորդային 4 միլիարդ դրամի գրավ եւ հայտարարել է, որ իրենք պատրաստ են այն ավելացնել եւս 400 միլիոնով խափանման միջոցը փոփոխելու դիմաց։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նաև հայտարարել է, որ իշխանությունները պարբերաբար դրժում են իրենց խոստումները եւ լինելով իրական պատերազմի կուսակցությունը փորձում են խոչընդոտել Ուժեղ Հայաստանի գրանցմանը, վախենալով առաջիկա ընտրություններում սպասվող պարտությունից։ Նա Ուժեղ Հայաստանի 17 անձանց ձերբակալությունները որակել է որպես իշխանությունների կողմից ուղղորդված սադրանք, նպատակաուղղված ընդդիմադիր գործիչների դեմ։ Այսօր եւ ամեն օր մեր շարժման անդամներին զանգարում են տարբեր մարդիկ, օգնություն են խնդրում, հատուկ ձևի, իրենց կողմից ուղղորդված ձևով օգնություն են խնդրում, որպեսզի մեկը ասի կմտածեմ այդ մարդուն գլխին ինչ-որ բան սարքել։ Տիկին Ղումաշյանը խոսացել է 104-ամյա պատերազմի վեծերանի կնոջ հետ։ 104-ամյա, որին հարցաքննել են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վեծերանի կնոջ հետ։ Ում ծնունդները, առիթները 5 տարի է, նա է հոգում, բոլոր հնարավոր հարցերը լուծում է, քանի որ սրտով այդ մարդկանց կողքն է, այսքան տարի։ Եվ 105-104 ամյա մարդը հաստատ որևէ կապ չունի, ոչ ընտրության հետ չգիտենք, քաղաքացիություն ունի, չունի, դա Տիկին Ղումաշյանի սրտի պորտկումն է եղել, որի մասին բոլոր տվյալները իրավասու մարմինները ունեն, բայց նրանք հատուկ ձայնագրություններով են հանդես գալիս, որպեսզի անվանարկեն մարդկանց։ Դեպի հակակոռուպցիոն դատարան քայլերթի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի աջակիցների։ Նրանց թվում է Տաշիր պիցցա ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։ Կադրերում երևում է, որ նա վնասվածքներ է ստացել, ճակատից արյուն է հոսում։ Բերման ենթարկվածների թվում է նաև Վաղինակ Վարդանովը, հետախույզ ազատամարտիկ Վովա Վարդանովի որդին։ Բոլորեք թեվեր ինչ ախպեր։ Հա, հասկացանք, հելանք, հեռուացանք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում հայտարարել է, որ ընդդիմադիր Ուժեղ Հայաստանի ԲՀԿ-ի եւ Հայաստան Դաշինքի հնարավոր մուտքը խորհրդարան կլինի անհարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։ Անդրադառնալով Ուժեղ Հայաստան կուսակցության հետ կապվող ձայնագրություններում հնչած խոսույթին, նա նշել է, թե չի հավատում, որ երկրում նրա բառերով այդքան շուն ու շանգյալ կա, որ կքվեարկի այդ ուժերի օգտին։ Փաշինյանի պնդմամբ ապատեղեկատվության միջոցով ժողովրդին մոլորեցնող ուժերը չպետք է տեղ ունենան օրենսդիր մարմնում, քանի որ դա վտանգավոր նախադեպ կլինի։ Կառավարության ղեկավարն ընդգծել է քաղաքացիական պայմանագրի կողմից սահմանադրական մեծամասնություն ձևավորելու կարևորությունը խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու համար։ Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ, կարող է Ուժեղ Հայաստանը, Հայաստան Դաշինքը, Ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան Դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան,
Նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Ես դες լուրջ եմ ասում, հարգելի գործընկերներ։ Մենք մեր բանի խոսույթում, եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ ուժեղ ՀՀԿ, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Անհարգալից։ Ում մտքով տենց բան անցնի, որ այդ 3 քաղաքական ուժը կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է։ Ստամբուլում միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է Ադրբեջանի պաշտոնակից Սահիբա Գաֆարովայի հետ։ Մինչև այդ Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել նաև Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Բացի այդ, Ալեն Սիմոնյանը վեհաժողովի հարթակում կարճատև շփումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Վրաստանի եւ մի շարք այլ երկրների գործընկերների հետ։ Միջխորհրդարանական միության լիագումար նիստի ընթացքում իր ելույթում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային տնտեսական նոր նախագծերին, Թուրքիայի հետ գործընկերության հնարավորություններին եւ գալիք սերունդներին խաղաղության ժառանգություն թողնելու կարեւորությանը։ Նա առանձնահատուկ կարեւորել է TRIP նախագիծը, այն համարելով կարեւոր հանգրվան տարածաշրջանային կապերի եւ միջազգային առևտրային ուղիների ընդլայնման համար։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է, սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել։ Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հրադադարի շրջանակում Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար։ Նավարկությունն իրականացվելու է Իրանի իշխանությունների հետ նախկինում համաձայնեցված երթուղիներով, նպատակ ունենալով ապահովել անվտանգ տեղաշարժն այս կարևոր ջրային ուղով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հաստատել է տեղեկությունը, նշելով, որ նեղուցն արդեն լիովին պատրաստ է նավարկության համար։ Սպիտակ տան ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կայացած որոշման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել կողմերին։ Սամվել Դպիր Գրիգորյանը բաց նամակով դիմել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, հորդորելով պաշտոնից հեռացնել եւ կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Որպես դիմումի հիմնավորում նա նշել է Սրբազանի կողմից պատարակների ժամանակ վեհափարի անունը չհիշատակել է եւ եկեղեցական ժողովների հորդորներն անտեսել է։ Հեղինակը նաեւ ծանր մեղադրանք է ներկայացրել, նշելով, որ Անուշավան Սրբազանը Սուրբ Հարության տոնին եկեղեցու տարածքում ծեծի է ենթարկել սարկավակներից մեկին։ Ըստ Գրիգորյանի բարձրաստիճան հոգևորականը խախտել է եկեղեցական կանոնները, առանց թույլտվության համագործակցելով աշխարհիկ իշխանությունների հետ եւ մասնակցելով Մայրաթորի դեմ ուղղված քայլերին։ Սամվել Դպիր Գրիգորյանը կոչ է արել հավատացյալներին միանալ իր աղերսագրին հանուն եկեղեցու նվիրապետական կարգի պահպանման։ Մայրաթորը հայտարարություն է տարածել, շեշտելով, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է հայոց եկեղեցու նշանակած եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև զինված ուժերում եւ կրթական ոլորտում։ Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին եւ կազմաքանդում է եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովական ծառայությունը, այն դարձնելով անհատական նախաձեռնություն եւ վարչական կամայականություն, նշված է հայտարարությունում։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով եւ խստագույնս դատապարտելի։ Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը եղել է հայոց եկեղեցու կարևոր առաքելությունը, միտված ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը եւ հասարակություն արժանապատիվ վերադարձին։
Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հորդորում է արդարադատության նախարարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը եւ չխոչընդոտելով եկեղեցու առաքելությունը վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգեվոր ծառայության բնականոն ընթացքը։ Պետական եկամուտների կոմիտեն եւ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել են 2025-ից 26 թվականների ընթացքում Ադրբեջանի տարածքով եւ այդ երկրից Հայաստան կատարված ներկրումների առաջին ցուցանիշները։ Ըստ պաշտոնական տվյալների Ռուսաստանից եւ Ղազախստանից ադրբեջանական տարանցմամբ Հայաստան է բերվել ավելի քան 26000 տոննա ապրանք, հիմնականում ցորեն եւ պարարտանյութ։ Միաժամանակ Վրաստանի տարածքով Ադրբեջանից ներկրվել է շուրջ 9337 տոննա բենզին եւ դիզելային վառելիք, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 7.2 միլիոն ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ երթուղային տրանսպորտով Ադրբեջանի տարածքով առաջին բեռնափոխադրումներն իրականացվել են դեռևս 2025 թվականի նոյեմբերին։ Գերատեսչությունները շեշտում են, որ այս գործընթացը տարածաշրջանային խաղաղության հաստատման շոշափելի արդյունք է եւ տնտեսական զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում։ Պոլիտիկո ազդեցիկ պարբերականի ձեռքին են հայտնվել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջանում վերաբերմունքը Միացյալ Նահանգների նկատմամբ վատթարանում է։ Լրատվամիջոցների ձեռքին են հայտնվել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատնից պետքարտուղարություն ուղարկված զեկուցագրերը, որոնցում ընդգծվում է, որ Իրանի դեմ բախումը էական վնաս է հասցնում երկրի իմիջին մուսուլմանական աշխարհում։ Դիվանագետները նշում են, որ Ադրբեջանում երկկողմ հարաբերությունները, որոնք մինչև վերջերս ցույց էին տալիս զգալի առաջընթաց, սկսում են վատթարանալ։ Իրանի դեմ պատերազմը կարող է ջնջել այն հաջողությունները, որոնք ձեռք էին բերվել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա օգոստոսին միջնորդել էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում։ 45 տարեկանում մահացել է պրոդյուսեր դերասան Դեմք շոու խմբի համահիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խմբի հաղորդագրությունում նշվում է, որ նա ավելի քան 25 տարի լինելով Դեմք շոուի մի մասնիկը հայ հասարակությանը նվիրել է զվարճանք ու ծիծաղ, իսկ նրա Սայար Լյովա անմոռանալի կերպարը երկրպագուների ամենասիրելին է դարձել, զվարճացնելով հանդիսատեսին հայտնի երգերի հումորային անդրադարձներով։ Լևոնն ապրում ու աշխատում էր Միացյալ Նահանգներում։